Իրեն վիրավորված չի զգում Վլադիմիր Վարդանյանը, ինչպես կարելի է անվրդով ղեկավարել ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովը, երբ Հայաստանում իրավունքի տոտալ ոտնահարում է, բայց իշխանությունը խոսում է ժողովրդավարությունից։ Սա պարզապես խայտառակություն է։ Հարցը Էլինար Վարդանյանինն է։ Ընդդիմադիր պատգամավորը վիճակագրություն է դրել այն նախագծի հիմքում, որով Հայաստան խմբակցությունն առաջարկում է խորհրդարանին հայտարարություն ընդունել քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին։ Մենք Հայաստանում ունենք 100-ից ավել քրեական հետապնդման ենթարկվող անձինք, որոնք քրեական գործերը քաղաքական ենթատեքստ ունեն, ունենք գրեթե 40 անձ, ովքեր քրեակատարողական հիմնարկներում են եւ քաղբանտարկյալի կարգավիճակում են, ունենք գրեթե նույնքանը, ում հանդեպ կիրառված է խափանման այլ միջոցներ, սակայն վերջիններս շարունակում են հանդիսանալ քաղաքական հալածյալներ։ ՔՊԻ իշխանության օրոք Հայաստանում քրեական հետապնդման 7 հոգևորական է ենթարկվում։ Կաթողիկոսը եպիսկոպոս է կարգալույծ անում, դատարանն ասում է ոչ, նա եպիսկոպոս է։ Սա այն դեպքում, երբ Հայաստանի մայրօրենքի 17-րդ հոդվածն ամրագրում է հայ առաքելական եկեղեցին պետական մարմիններից անջատ է։ Այսինքն հոգևորականների կոչումներին վերաբերող հարցերը զուտ կաթողիկոսի գործն են։ Պարոն Վարդանյան, դուք որպես իրավաբան ձեզ վիրավորված չեք զգում այս ամբողջ գործընթացից, որովհետև չի կարելի այսքան իրավունքը ոտնահարել։ Այո, շատ բաներ կան, որ իրավագիտության մեջ ինձ վիրավորում են։ Եվ ամենաշատը վիրավորում է առանց փաստերին հղում կատարելու, առանց առանձին գործերը ուսումնասիրելու, ընդհանուր դատողություններ ներկայացնել։ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի ասելիքը ընդհանուր առմամբ սա է. Եթե ԵԽԽՎ-ն քաղբանտարկյալներին վերաբերող բանաձև ընդունած կառույցը չի ասում, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, ուրեմն չկան։ Խայտառակություն է, որովհետև մարդուն իր արտահայտության համար կարող են կալանավորել, ընդ որում կալանավորել ամենաանընդունելի տարբերակով, դիմակավորված մարդիկ անչափահաս երեխաներ ունեցող անձի տուն են ներխուժում են պարագայում, եթե մարդը ընդամենը հաղորդման ընթացքում արել է այնպիսի արտահայտություն, որը ըստ իրավապահների քրեաիրավական գնահատականի է արժանի, սակայն իրավունքի տեսակետից այնքան էլ չի տեղավորվում այդ հանցակազմի մեջ։ Հայաստանում հենց խորհրդարանի նախագահը թքել է քաղաքացու վրա, բայց պատասխանատվության չի ենթարկվել։ Փոխարենը իբրև ահաբեկիչ հատուկ գործողությամբ կալանավորվել են այն հաղորդավարները, որոնք պատասխանել էին Ալեն Սիմոնյանի վիրավորանքին։ Հիշեցնում են ընդդիմադիրները, որպես օրինակ Հայաստանի ժողովրդավարությունից խոսող, բայց իրականում բռնապետության ձգտող իշխանության վարքագծից։ Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ անմեղության կանխավարկածի բացահայտ ոտնահարման պայմաններում զրկվել են ազատությունից կամ հետապնդվում են ոչ թե հանցանքի, այլ իրենց գաղափարների, խոսքի եւ դիրքորոշման համար։ Իշխող մեծամասնության ՔՊԱ-ականների քվեարկության պատճառով պետաիրավական հանձնաժողովում հավանության չի արժանանում քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին ԱԺ հայտարարություն ունենալու նախագիծը։ Փոս փորողը ինքն է մի օր փոս ընկնում, ավելորդ չեն համարում հիշեցնել ընդդիմադիրները։ Վաղը այս նախադեպերը աշխատելու են ձեր դեմ։ Իդեպ, երկու խոսք էլ ընդդիմադիրների խոսքով կա ու չկա մարդու իրավունքների պաշտպանին։ Հայաստան խմբակցությունն ուզում է, որ նա հստակ գնահատական տա Հայաստանի իշխանության քաղաքական հետապնդումներին ու կոնկրետ քայլեր քաղաքական հալածյալների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Արփիս Քեսյան, Աշոտ Մանոյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։